Այո, բայց իմիջի այլոց ասեմ, որ ես հետաքրքրական հարց ստացա հավատացյալեմը նամակով WhatsApp-ով։ Խնդրում եմ ինձ օգնեք։ Ես մոլորության մեջ եմ հայտնվում կամաց։ Դարիներ շարունակ իմ եկեղեցում լսում եմ, որ ամեն իշխանություն Աստծուց է։ Նույնը կարդում եմ նաև Սուրբ Գրքում։ Այսօր նույն հոգևորականը, որը ասում էր այս խոսքերը, հրաբարակում պահանջում է այս իշխանության հրաժարականը։ Հիմա իշխանությունը ներկա Աստծուց է թե ոչ, ինչպես կողմնորոշվի քրիստոնյան։ Պատասխանեմ, սիրելիս Բողոս Արաքյալը Հռոմին ուղված նամակի մեջ կգրե։ Ամեն մարդ, որ իշխանության դակ է, թող հպատակվի անոր, քանզի չկա իշխանություն, որ Աստուծմե չլա։ Եվ եղած իշխանությունները Աստուծմե կարգված են Հռոմայեցիս 13:1։ Մենք անվերաբահ կհավատանք Սուրբ գրային ամեն մեկ նախատասության։ Այո, որևէ առաջնորդ կգարգվի Աստուծո թույլատու կամքով, սակայն շատ կարևոր է, որ մենք իմանանք, թե այդ առաջնորդը ինչ նպատակով կարգվեցավ մեզի համար։ Եթե բարի է առաջնորդի գործերու արդյունքը, ուրեմն Աստված անոր որպես վարձատրություն եւ օրհնություն ուղարկած է քրիստոնեական մեր կյանքը բարեպաշտ ապրելու համար։ Իսկ երբ առաջնորդը ամբարիշտ է եւ աբաշնոր է, ապա մենք պետք է հասկանանք, որ մեր կյանքի ու կենցաղի մեջ մեղքը շատացած է։ Մենք դաս պետք է քաղենք այդ բոլորեն։ Հետևությունը կթողնեմ ցես։ Ինչ կյանքով որ գաբրինք մենք այսօր, որպես առաջին քրիստոնյաներ, մեզի բաժին հասած է այսպիսի առաջնորդներ, թե հոգևոր եւ թե քաղաքական։ Քանի որ մարդու ցերկով խախտված է Աստուծո պատվիրանը, որը գսե, եթե մեկը գուզե առաջին ըլլալ, բոլորին վերջինը եւ բոլորի սպասավորը պիտի լա, Մարգոս 9:34։ Մենք այս բահին ունենք այն, ինչին որ արժանի ենք։ Գրկնեմ, մենք այս բահին ունենք այն, ինչին որ մենք արժանի ենք։ Գզղճանք, գաբաշխարենք, գտարնանք Աստուծո, գունենանք այլ երկիր։ Իսկ եթե գշարունակենք ադել միմյանց, հայհոյել ու բաժանվել մասերու, այս վիճակը դեռ շատ կշարունակվի։ Ժողովրդական խոսքը գսե, այս ալյուրը դեռ շատ շուր կքաշե խմորի վերածվելու։ Հոգևորականները հրաժարական պահանջելու փոխարեն թող հոդի հոգևոր գրթությամբ սպաղվին։ Հավատացյալի հոգի փրկության գործով թող սպաղվին։ Ժողովրդի ոչ հոգևոր գարիքները բավարարված են հոգևոր իշխանության կողմեն եւ ոչ ալ մարմնավոր գարիքները քաղաքական իշխանություններու կողմեն։ Ժողովուրդն ալ չուզեր ազատվել իր հոգևոր գուրութենեն, այնպես որ միայն դուք չէ, որ մոլորության մեջ եք սիրելիս, այլ ողջ ազգը ունենալով երկու հոգևոր առաջնորդ եւ բազում մարմնավոր առաջնորդներ նույնպես մոլորության մեջ են։